Ուսանողության համար գրված է մինչև 26 տարեկան սովորող անձինք, այսինքն միածնողը այս խմբի մեջ չի մտնում, միայն երկկողմանի ծնողազուրկները եւ միայն երկկողմանի մինչև 23 տարեկանները, լավ, սովորաբար ասենք մնացած բոլոր սոցիալական աջակցության ծրագրերում այդ միածնող ուսանողները մտնում էին, այստեղ չկան, փաստորեն հանվել են դրանք։ Տիկին Գյուղյան, ոչ մի չի հանվել, սա նոր երաշխիք է, չկար ապահովագրություն, որ մենք ցանկի մեջ ծնողազուրկը սովորաբար ինքը համարվել է ես դա էի ուզում ճշտել չեմ ուզում արդարացում ես ուղղակի ուզում եմ ճշտել որ միայն խոսքը գնում է երկկողմանի ծնողազուրկների մասին միածնող միակողմանի կամ միայնակ մոր եւ այլն միածնողի մասին չի գնում խոսքը ես դա էի ուզում ճշտել հիմա Չեռնոբիլի ատոմակայան դուք ասում եք հիմա տեսեք Չեռնոբիլի այդ վթարը 86 թվականին է եղել 86 թվականից 40 տարի արդեն անցել է այդ վթարի վերականգնման աշխատանքներին առնվազն 25 տարեկան տիլիներ որ գնար մասնակցել այդ վերականգնման աշխատանքներին այսինքն ինքը արդեն 65 եւ ավել է հիմա ինքը կարող էր մտնել 65 եւ ավելի էս խմբի մեջ լրացուցիչ ինչ որ սոցիալական բուժական ծառայություններ առաջարկվում են Չեռնոբիլի համար ես դա եմ ուզում հասկանալ թե նույն փաթեթի մասին է խոսքը Եթե նույն փաթեթի մասին է խոսքը, ասենք հետազոտել եք, քանի հոգի ունենք, որ այդ խմբի մեջ է, բայց 65 տարին դեռ չի լրացել, ինչքան են։ Շատ քիչ են, այո, ճիշտ եք ասում, եւ մենք էլ դա հաշվարկել ենք, որ հիմնականը 65+ են, բայց կան մի քանի տասնյակ, ովքեր որ չունեն։ Նույն հարցը զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները։ Հիմա զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները 65 եւ ավել պետք է լինեն իմ պատկերացմամբ։ Ինչի ենք որպես ավել նոր սոցիալական խումբ ներառում, ավելացնում այդ ցանկի մեջ, եթե նրանք արդեն կան, եթե առաջարկվող ծառայությունների ցանկը տարբեր չի։ Եթե տարբեր է, դրանք լրիվ ընկալելի են։ Հարցս հասկանալի է, չէ՞, ինչի ենք խումբ ավելացնում, անունը դնում, որ այս խումբը, եթե այդ խումբը իրապես ենթաբազմություն է 65 տարեկան եւ ավելի թոշակառուների, փաթեթը նույնն է, այդ դեպքում ինչի ենք օրենքը ծանրացնում, իմ խնդիրը դա է։ Եթե կա նոր ծառայություն, լրիվ ընկալելի է, եւ եթե նոր ծառայություններ կան ու ասենք հատումը տարբեր էս մեկ այդ խնդրեի պատասխանել։ Հիմա էս իմ նշած էս բոլոր խմբերը, ովքեր փաթեթի աջակցությունից օգտվելու են, բոլորի համար 26 թվականի դրությամբ նույն աջակցության փաթեթն է նախատեսված, թե կան տարբերություններ, ասենք մինչև 18-ի համար ուրիշ փաթեթ է, 65-ից ավելի համար ուրիշ, կան տարբերություններ, թե բոլորի համար նույն փաթեթն է։ Դա շատ էական է, որ հաջորդ հասցնեմ։ Մեր հենց նպատակն էր ձևավորել մեկ միասնական բազային փաթեթ բոլորի համար։ Անկախ նրանից անձը մինչև 18 է, 18-ից 65 հաշմանդամ է, կամ առողջ է, կամ այլն։ Տեսեք, ապահովագրական փաթեթը ներառում է հնարավոր ծառայությունների շրջանակ։ Տիկին Ավանեսյան, ես ձեր ելույթները շատ եմ լսել, բերեք այդքան ուղղակի հստակ եմ ուզում հասկանալ։ Փաթեթը նույնն է բոլորի համար, թե նույնը չէ։ Այո, ես այսօր էլ դա նշեցի, որ նույնն է։ Փաթեթը նույնն է։ Հաջորդ այս պարագայում հարցս։ Հիմա մինչև 25 թվականի ավարտը, մինչև 26 թվականը մենք ունեինք պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնությունից օգտվողների խումբ, որոշակի սոցիալական խմբեր եւ ունեինք սոցիալական փաթեթներից օգտվողներ։ Հիմա պետպատվերի շրջանակներում կային խմբեր, որոնք այստեղ ներառված չեն։ Կային խմբեր, որոնք այստեղ ներառված չեն, որոնք են այդ խմբերը։ Այո, կան խմբեր։ Որոնք են այդ խմբերը, ուզում եմ ուղղակի։ Մոտավորապես կառավարության որոշումը բացեք, այնտեղ մանրամասն շատ, այսինքն բավականին շատ են այն խմբերը, որոնք պետպատվերի շրջանակներում մինչև հիմա ստանում էին անվճար բուժօգնություն, այս ապահովագրության շրջանակներում չեն լինել։ Չէ, օրինակ պետք չի, ուղղակի ես ուզում եմ որ սպառիչ ցանկը։ Չէ, սպառիչ ցանկը չէ։ Ես հասկացա, որ այդ տարբերությունը մեծ է վնաս պետպատվը, հիմա այս մարդիկ, որոնք պետպատվերով մինչև հիմա սպասարկվում էին, շարունակվելու են սպասարկվել պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու են, թե չէ, եւ ինչ ծառայությունների ցանկով այն հին գործող ծառայությունների ցանկը հո չի փոքրանալու։
Ես իմ խոսքում էլ նշեցի, որ այո, պետական պատվերի միջոցառումը շարունակելու է գործել եւ մարման կարգով մինչև որ ապահովագրական ամբողջական համակարգը կներառվի, այն կշարունակի գործել։ Եթե անձը այսօր օգտվում է պետական պատվերի շրջանակներում, բայց այդ դեռ չի ներառվել ապահովագրության մեջ, նրա համար շարունակելու է գործել։ Նույնը վերաբերում է նաև սոցփաթեթին։ Տեսեք, այդ հարցը բարձրացեցիք։ Ես հենց դա էլ շարունակելու եմ։ Սոցփաթեթի շրջանակներում օգտվող խմբեր, ասենք ուսուցիչները, շարունակելու են իրենց սոցփաթեթի շրջանակներում ստանալ իրենց ծառայություններից, այն մինչև հիմա որ ստանում էին, եւ այսպիսի հարց գործող սոցփաթեթները գնահատվում էին, եթե չեմ սխալվում, տարեկան 72000 կամ պլյուս մինուս, եթե թիվը սխալ եմ ասում։ Այդ կարգի ինչ որ գումար էր տարեկան առողջապահական բաղադրիչը 36000 դրամ է։ Ինչքան էր? 36000 էր։ Հիմա ու բավականին, ասենք, մեծ փաթեթ էր։ Հիմա դարձել է 128000 129600 այդ 1000 քանի դրամը 7 ավելի լավ։ Հիմա չէ 26 թվականից օրենքով ֆիքսված է 129600 տարեկան դա ֆիքսված է։ Մինչև այդ դուք գրել էիք ամսական 10000-ից 13000 միջակայք նախորդ տարբերակում ու հիմա այդ միջակայքը հանվել է կոնկրետ թիվ է գրվել։ Դա ենթադրում է, որ արդեն հստակ են այն բոլոր ծառայությունները, այն ցանկը, որից օգտվելու են փաթեթի շահառուները, հստակ են այդ ծառայությունների կոնկրետ արժեքները, գները, այսպես ասած, պրոտոկոլները, հա, եւ եթե հայտնի չէին, այսպիսի հստակ թիվ չեմ կարծում որ կունենայինք։ Բնականաբար մոտավորությունը հաշվի առնելով, եթե այդ ցանկերը հստակ հայտնի են, այդ գնացուցակներն, այսպես ասած, արժեքների ցանկը հայտնի է, ինչու չենք տեսնում եւ ինչու է առայժմ դա չկա, դրա համար մենք այսպես անընդհատ բոլորս այդ հարցը տալիս ենք, որովհետեւ եթե կա այդ ցանկը առանց լինելու ես այդ միջակայքը կոնկրետ հստակ թվով փոխելը չեմ հասկանում։ Եթե կա այդ ցանկը, եթե այդ պրոտոկոլները կան, ինչու չենք տեսնում, ինչու ենք այսպես ասած թաքուն պահում, որ հետո հարցեր առաջանան։ Ավելի ճիշտ չէր լինի, եթե այդ ցանկերը, այդ ամեն ինչը լիներ, այսքան հարցը չէր առաջանա, այսքան հարց մենք չէինք ունենա։ Երբ ենք տեսնելու, որտեղ ենք տեսնելու։ Օրենքում գրված է, որ դա արվելու է, հրապարակվելու է հիմնադրամի կողմից, հիմնադրամի կայքում, կներեք, հիմնադրամը դեռ երկար ժամանակ, հիմնադրամը դեռ ստեղծված չի, հիմնադրամի, ասենք, այդ աշխատանքային գործունեությունը դեռ սկսված չի, եւ դեռ ավելին, ինչքան հասկացա, կայքում առողջապահության նախարարությունը մեծ քանակի փորձագետների, մասնագետների ընդունման մրցույթ է հայտարարել։ Այսինքն պետք է կայանան մրցույթները, այդ մրցույթների շրջանակում ձևավորվեն այդ աշխատանքային խումբը, ովքեր պետք է այդ պրոտոկոլները կազմեն, այդ ցանկերը կազմեն, այսպես մի տեսակ շատ ախառ։ Գյուղայան չէ, մի խառնենք, դուք եք խառնում, պետք չի խառնել, ես հիմա փորձեմ պատասխանել ձեր շատ հստակ պատասխաններ, որոնք ունեն։ Նախագծերը կառավարության որոշման ես ասացի, որ արդեն պատրաստ են։ Եվ այստեղ տեսեք, հնարավոր չէ իրականացնել ապահովագրական փաթեթի օրենքի համար անհրաժեշտ չափորոշիչների հստակություն, մինչև չես արել դրա նախորդիվ աշխատանքը։ Բայց դու չես կարող հաստատել կառավարության որոշման նախագծերը, քանի չես ընդունվել օրենքը։ Դրա համար մենք այս աշխատանքը զուգահեռ տարել ենք։ Բարեփոխման թիմը աշխատել է գործելակարգերի վրա, դրանք արդեն հաստատված են, որովհետև ունեն լիազորող նորմեր եւ հրապարակված են մեր կայքում։ Կարող եք հանգիստ դրանք բաց բանեն դրված են մեր կայքում, հրապարակված են։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է ծառայությունների ցանկին, նորից եմ կրկնում, դա ենթաօրենսդրական ակտի շրջանակում կարգավորվող հարաբերությունները, որոնց նախագծերը, հենց որ օրենքը կընդունվի, արագ եւս մեկ անգամ արդեն օրենքի վերջնական տեսքից ելնելով կխմբագրվեն
կներկայացվեն կառավարություն եւ ինչպես կառավարության բոլոր որոշումները հրապարակային են, դրանք էլ եւս կլինեն հրապարակային։ Ապահովագրական հիմնադրամի կայքում եւս կլինեն, բայց դա չի նշանակում, որ պիտի սպասենք, որ այնտեղ հրապարակվեն։ Ապահովագրական հիմնադրամը չի կարող ստեղծվել, մինչև որ օրենքը չի ստեղծվել։ Դրա համար օրենքը հենց որ արդեն կընդունվի, դրանից հետո արագ կիրականացվի ապահովագրական հիմնադրամի գրանցումը։ Բայց դա չի խանգարում այսօր մեր կողմից այս աշխատանքների նախապատրաստական իրականացմանը, այնպես որ վստահ եղեք, որ ցանկերը հստակ հրապարակված լինեն։ Այսինքն հույս ունենանք, որ շատ կարճ ժամանակում մենք այդ բոլոր նախապատրաստական աշխատանքները կիրականացնենք եւ ընդամենը 1 ամիս հետո մենք պատրաստ լինենք այս փաթեթի կիրարկմանը։ Շատ լավ։ Հիմա ես ուրեմն տեսեք մի ուրիշ էլի թվաբանական, այսպես ասած, մաթեմատիկական հարց։ Ըստ էության գումարը փաթեթի համար ծախսվող նախատեսվում է, այսինքն հավաքվում է պետական բյուջեի տրված միջոցներից եւ այս պարտադիր ապահովագրման փաթեթի համար 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողների 10,800-ից։ Կուզեի ճշտել շատ ներողություն, բայց եթե թվերը չեք հիշում կոնկրետ, մոտավորապես գոնե, ասենք 200 եւ ավել աշխատավարձ ստացողները ինչքան են, քանի հոգի են, ինչքան է կազմելու այդ այս փաթեթի շրջանակներում հավաքագրված գումարի չափը եւ ինչքան է նախկինում եղել պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության շրջանակներում նախատեսված, ինչքան ենք ծախսել մենք բյուջեով անվճարի շրջանակներում, ինչքան ենք ծախսել սոցփաթեթների շրջանակներում, ես փորձում եմ հասկանալ, ուզում եմ հասկանալ հավաքվելիք գումարը այն ծախսվելիք գումարի, որ մասն է կազմելու։ Նայեք, մոտավորապես չի կարող հավաքվելիք գումարը ծախսվելիքի մի մասը կազմի։ Ծախսվելիքը հավաքագրվելիքի մի մասը կազմի։ Ծախսվելիքը կուտակվելու է, կարող է, որովհետև դուք սկիզբը չլսեցիք իմ ասած, ծախսվելիքը կուտակվելու է, հավաքագրվելու է պետբյուջեի միջոցներով արդեն տրամադրվածից եւ այն գումարներից, ապահովագրավճարներից, որոնք վճարվելու են ապահովագրված անձանց կողմից ամսական 10,800 կամ 10,600, այսքան 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողներից։ Ես որևէ բան բաց թողեցի, այստեղ սխալ եմ ասում։ Օրենքի կետում ֆիքսված է, որ բյուջեն, ապահովագրավճարը եւ երևի ինչ որ ներդրումներ, կամավոր եւ այլն։ Կա օրենքում այդ կետը։ Հիմա ինչքան են կազմելու, ինչքան է կազմելու այդ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողների մուծված գումարի չափը։ Քանի հոգի են եւ որ դա բազմապատկեմ, ես կբազմապատկեմ։ Դուք հոգին ասեք, ես կբազմապատկեմ։ Կարանք թիվնել ասենք, բազմապատկած։ Ավելի լավ։ Տեսեք, ուրեմն մեր հաշվարկային թիվը, որը մեր բանում է, ներկայացված է մեր բանի ընդհանուր բարեփոխման մեջ, որը հասկանում ենք մեր երկրում աշխատավարձերի բարձրացման տեմպը բավականին բարձր է եւ նոյեմբերին, երբ որ կամփոփվի, գուցե մի փոքր շեղում լինի այս թվականակի մեջ։ 284,000 հոգի են, որոնք որ այս պահին ուրեմն 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողներն են։ Եվ նրանց կողմից հավաքագրվելիք սպասվող գումարները 36 միլիարդ դրամի շրջանակներում են։ Այն անձանց թիվը, ովքեր որ պետության կողմից են ապահովագրելու, սա այլ է ենթադրյալ թիվ, որովհետև հասկանում ենք, որ դեռ պետք է ճշգրտենք քաղաքացիությունը եւ ռեզիդենտությունը։ Երեխաները մեր երեխաները 700,000 են, 65+ տարիքի անձինք 480,000 են, բայց սա էլի ասում եմ պիտի ճշգրտի։ Մոտավոր է, հասկանալի է։ Եվ մնացած արդեն ունենք հաշմանդամություն ունեցող անձինք եւ սոցիալապես անապահով անձինք։ Գումարը 150,000 երկուսն իրար հետ։ Այո, 150,000, շատ լավ։ Հիմա պետպատվերի շրջանակներում մենք ինչքան ենք ծախսել, ասենք 25 թվականին նախատեսվածը եւ սոցփաթեթների շրջանակում ինչքան է Սոցփաթեթների շրջանակներում դա էլ կարող եք բանանել 110,000 հոգի
36,000 դրամի հաշվարկով մի քիչ ավելի, հա։ Ընդհանուր բյուջեն 41 միլիարդ դրամ ա եղել սոցփաթեթի շրջանակներում։ Իսկ պետպատվերի շրջանակներում ինչքան։ Պետպատվերը մեր այս տարվա հեսա կճշգրտենք 130 այս հավելյալ մասն էլ հետը հաշվարկած։ Պլանավորվածը 130 միլիարդ։ 130 միլիարդ։ Իսկ փաթեթի շրջանակներում ինչքան է նախատեսված։ Ի նկատի ունեք ապահով 26 թվականի ապահովագրության։ Քանի հոգի որ ֆիքսվի, այդքան անգամ 129,600 դրամ։ Լավ, եղավ։ Ես դա էի ուզում ճշտել, հիմա հերթական այս բովանդակային հարցերս արդեն, սրանք թվաբանական հարցերն էին, մաթեմատիկական։ Էսկիզներ, հա, որտեվ ըստ էության ապահովագրություն ենք ու մենք հանրության համար ամենակարևոր օրենքներից մեկն ենք քննարկում, եթե ոչ հիմա հաշվարկվել է 10,800-ը որևէ կերպ մեթոդաբանությունը այդ հաշվարկի որտեղ կարող ենք ստուգել ես հասկանում եմ որ դուք հիմա մեթոդաբանությունը այդ 10,800-ի հաշվարկի չեք կարող ներկայացնել եւ բայց որտեղ կարող ենք տեսնել այդ մեթոդաբանությունը ըստ որի 10,800-ը հաշվարկվել է եւ ըստ այդմ այդ ծածկույթը երբ կլիներ այդ մի հարց հիմա հարցս հետեւյալն է մասնավոր ապահովագրությունների հետ կապված հետեւյալ հարցը մարդիկ ովքեր ասենք ինչ է սպասվում այն մարդուն ով հրաժարվում է այս պետական պարտադիր ապահովագրության փաթեթին միանալուց եւ ինքը ուզում է շարունակել մինչեւ հիմա մասնավոր ընկերությունում չի կարող, այսինքն պարտադիր է։ Հիմա այն մարդը, ով ենթադրենք որևէ մասնավոր կազմակերպությունում ապահովագրվել է, ենթադրենք 25 թվականի հոկտեմբերից 1 տարվա պայմանագիր ունի, եւ նա հիմա ամսի հունվարի 1-ից հետո մենք նրան պարտադրում ենք, որ նա պետք է ամսական 10,800 վճարի։ Նա էլ պայմանագիր ունի այդ կազմակերպության հետ 1 տարվա Նման մարդկանց ինչ ճակատագիր է սպասվում, այսպես ասած, նա պետք է շարունակի եւ մասնավորի հետ արդեն գոյություն ունեցող պայմանագիրը շարունակել կյանքի կոչել եւ պլյուս մի հատ էլ 10,800 եւ այն պարագայում, երբ որ մասնավորի հետ կնքված պայմանագրով նրա տարեկան վճարը ավելի փոքր է, քան 129,800-ը եւ Նրան առաջարկվող ծառայությունների փաթեթը հիմնականում ավելի մեծ է, քան այս պարագայում պետական ապահովագրության փաթեթի կողմից առաջարկվող ծառայություններին։ Այս մարդկանց ճակատագիրը։ Նախ որտեղից եզրահանգեցիք, որ այն փաթեթը ավելի մեծ է, նախ հարցը տալիս։ Ասեմ որտեղից, որովհետև ես քանի դեռ այդ ծածկույթը հրապարակված չեմ տեսել, կարող եմ, ոնց ենք համեմատում։ Բայց ես նույն տրամաբանությամբ կարող եմ մտածել, որ ավելին է կամ կարող եմ Բայց ինչի հետ ենք համեմատում, Տիկին Գյուրեղան։ Ես չեմ կարող գոյություն ունեցող մասնավորի առաջարկվող փաթեթը, որևէ մասնավորի համեմատել Տիկին Ավանեսյանի Facebook-յան էջում բանավոր խոսքով ինչ որ բառերի հետ կամ օրենքում գրված է այն ծառայությունները, որոնք էապես ազդում են մահացածության մակարդակի վրա, էապես ազդում են, չգիտեմ, հասկանում եք, այս բառեր համընդհանուր խոսքեր են։ Այդ ծածկույթը, քանի դեռ չեմ տեսել, ես իրավունք ունեմ կասկածելու։ Չէ, դուք իրավունք ունեք կասկածելու, բայց դուք հիմա եզրահանգում եք, որ փաթեթը, տեսեք, մենք ունենք մի շարք ապահովագրական ընկերություններ։ Ամեն ապահովագրական ընկերություն ունի բազմաթիվ տարբեր փաթեթներ։ Հիմա դուք որ փաթեթն եք համեմատում։ Որևէ մեկը վերցրեք, նրանցից որ համենայն դեպս այդ փաթեթների հիմնականում միջինում 129,600-ից ցածր արժեք ունեն տարեկան եւ բավականին լուրջ ծառայությունների փաթեթ են առաջարկում։ Դա ես կարող եմ ասել լուրջ ծառայությունների փաթեթ է եւ քանի դեռ ես ձեր առաջարկած ծառայությունների փաթեթը չեմ տեսել, համեմատելու բան չունեմ, ես չեմ կարող հղվել մենակ այն բանի վրա, որ նախարարը Facebook-ով ասել է, գիտեք, լավ է լինելու։ Նախ ես չեմ ասել լավ է լինելու կամ վատ է լինելու, Տիկին Գյուրեղան ջան։ Եվ չգիտեմ ինչու եք այդպես անընդհատ բանալ, կշտամբում Facebook-ում։ Ես չեմ կշտամբում, ես հարգելի գործընկերներ, խնդրում եմ, շատ լավ հարցս հստակ էր։
ինչ է սպասվում այն Երթականություն մարդուն, ով կամավորով արդեն պայմանագիր ունի, բայց պարտադիր պետք է նաև միանա այս համակարգին։ Ինքը երկու տեղներ շարունակի այդ վճարումները։ Ապահովագրական համընդհանուր բարեփոխումը ենթադրում է, որ մեր ողջ բնակչությունը պիտի դառնա այս համակարգի մաս, որովհետև սա է երաշխիքը, որ մենք մեր բնակչության բոլոր ռիսկերը միահամ տեղելով առողջների, հիվանդների, փոքրերի, մեծերի, աշխատողների, չաշխատողների, ակտիվ կյանք վարողների, пассив կյանք վարողների, բոլոր ռիսկերը մեկ տեղելով մենք ստանում ենք ավելի կայուն ապահովագրական համակարգ եւ միայն դրա արդյունքում է, որ մենք կարողանալու ենք փաթեթի այն ծավալը, որը մենք ենք նախանշել, ապահովել այս արժեքով։ Սա սկզբունքն է, այո, սա պարտադիր ապահովագրական համակարգ է եւ անձը պիտի ունենա բազային պետական ապահովագրական փաթեթը։ Եթե դրան հավելյալ ուզում է ունենալ մասնավոր ապահովագրական ծածկույթ, նա շարունակելու է ունենալ։ Եթե այսօր մարդը օգտվում է մասնավոր ապահովագրական ծառայություններից, ապա նրա ապահովագրողը պետք է վերահաշվար կանի այդ փաթեթի մասով եւ հիմնվելով մեր ապահովագրական բազային փաթեթի վրա, նրան նոր առաջարկանի ծառայությունների, իսկ շատ դեպքերում էլ նաև ոչ 129,000 դրամ, բայց մենք նաև ուսումնասիրել ենք մեր երկրում միջին ապահովագրական փաթեթները։ Դրանք բավական բարձր արժեքներ ունեն եւ ես դա բանով չեմ ասում, ինչը շատ նորմալ է։ Եվ մարդիկ շարունակելու են օգտվել իրենց մասնավոր ապահովագրական ծածկույթից, որի մեջ մի հատվածը լինելու է արդեն պարտադիր պետական բազային ապահովագրական փաթեթը։ Այս համակարգերը շատ նորմալ գործում են գրեթե բոլոր երկրներում, ժողովուրդ։ Մարդը վճարում է հիմնական բազային փաթեթի համար ֆիքսված արժեքը, լրացուցիչ էստեղ ուզում է ավել ծառայություններ, ավելի մեծ սերվիս, ավելի կոմֆորտ պայմաններ եւ այլն, վճարում է ավելի թանկ մասնավոր ապահովագրական պոլիսին։ Այստեղ բայց ո՞րն է նպատակը։ Շատ կարևոր է գալ նորից վերադառնալ նպատակին։ Մեր նպատակն է, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան առաջնահերթ կյանք փրկող հաշմանդամությունը կանխող իրավիճակներում ապահովագրված լինեն ֆինանսական մեծ բեռից, մեծ ծախսերից։ Չունենանք աղքատացում այն պարագայում, երբ որ մարդը ստիպված է տունը վաճառել, օրինակ սրտի վիրահատության համար, ստիպված է, չգիտեմ, իր ընտանիքի միակ ապրուստը, նույն գյուղացիական տնտեսությունների պարագայում վաճառել կամ վարկ վերցնել, որպիսի փակի իր առաջնահերթ վիրահատական միջամտությունները։ Սա է նպատակը, որ մենք տալիս ենք այն ցանկը, որը հրապարակվելու է եւ հասանելի է եւ մենք դա անընդհատ կոմունիկացնում ենք եւ շարունակելու ենք կոմունիկացնենք, այս ցանկը առաջին որպես մեկնարկային ցանկ բավական ընդգրկուն է։ Տիկին Ավանեսյան, դուք շատ լավ բան եք ասում, որ այո, այնպես ենք անելու, դա շատ կարևոր է, որ որևէ մեկը ստիպված չլինի տունը վարկով, տունը վարկ դնել, այս գրավ դնել, վարկ վերցնել առողջապահական ծախսերի համար կամ վաճառել եւ այլն։ Դա շատ լավ բան է։ Իմ հարցը բոլորովին այլ բան էր։ Հիմա մարդը արդեն, այսինքն այն մարդը, ով մասնավորի հետ այս պայմանագիրը չունի, իր համար դա շատ լավ է։ Իմ հարցը հետեւյալն է։ Այն մարդը, որ արդեն ունի մասնավորի հետ այդ պայմանագիր եւ այդ մարդը ինքը նախընտրում է մասնավորի առաջարկած ծառայություններից օգտվել գոնե այն բազային ծառայությունները առաջին տարին, որի համար ինքը պայմանագիր է կնքել, մենք ինչ ենք առաջարկում այդ մարդուն, նա ստիպված է լինելու հրաժարվել, նրան պարտադրում ենք հրաժարվել մասնավորի համար առաջարկող այն ծառայությունների ցանկից, որ այս պետական ապահովագրության փաթեթում կա եւ ընդեղից օգտվել լրացուցիչ ծառայություններից միայն։ Այս պարագայում մենք հաշվի ենք առել, ասենք այդ մասնավոր ընկերությունների, մասնավոր ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակը։ Ի վերջո նրանք իրենց գործունեությունը այսպես ասած ծրագրավորել են
Հաշվի առնելով, որ ունեն այն հատ պայմանագիր, պետք է ստանային այսքան գումար, իրենց գործունեությունը արդյոք այսպես չի խաթարվում եւ այսպես մենք չենք հարձակվում կամ մենք փաստի առաջ չենք կանգնեցնում այդ մասնավոր ընկերություններին։ Չէ՞ որ սա էլ միգուցե պետք է փուլային լիներ, որ այս մարդիկ ժամանակ ունենային գործող պայմանագրերը շրջանառության կիրարկել, նոր կնքվող պայմանագրերի պարագայում դիմել արդեն, ասենք, իրականացնել այն պահանջները, որ դուք ասում եք։ Շատ լավ է, այ արդյոք մենք հնարավորություն չենք ուզում տալ մասնավոր ընկերություններին այդ ցիկլով մտնել, ոչ թե այսպես միանգամից կտրել, իրենց գործունեության ծրագրերը լրիվ խաչ քաշել եւ փաստի առաջ կանգնել։ Տիկին Գյուրեղյան, մենք որևէ մեկի գործունեության վրա խաչ չենք քաշում, այլ հակառակը։ Տեսեք, մենք նաև ուսումնասիրել ենք այն երկրների փորձը, որտեղ որ ներդրվում է բազային ապահովագրական ուրեմն համակարգերը, դրանք ձևավորում են ապահովագրվելու մշակույթ եւ մարդիկ իրենց եկամուտների եւ մենք դա տեսնում ենք Հայաստանում աճին համընթաց ավելի շատ ծառայությունների կարիք են ունենում, ավելի մեծ կոմֆորտի կարիք են ունենում, ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաների կարիք են ունենում եւ սա մեծացնում է մասնավոր ապահովագրական ընկերությունների հնարավոր բիզնես շրջանակը։ Նախ սա, երկրորդը, գիտեք, միանգամից չի։ Մենք 3.5 տարի է մոդելը արդեն վերջնականացրած ըստ էության քննարկված է, նրանց հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, ոչ մի բանը միանգամից չի, վաղվանից չի եւ մեր ապահովագրական ընկերությունները ունենալով շատ լավ նաեւ բիզնես պրոցեսներին արագ հարմարվելու ունակություններ, կարողություններ, արդեն իսկ վստահաբար ձևավորում են նաև պլյուս փաթեթների իրենց առաջարկները։ Եվ չեմ կարծում, որ այսօր օրինակ հայտնի է, թե 4 տարի հետո այս կյանքում ինչա լինելու, բայց այս պարագայում 3 տարի առաջ արդեն հայտնի էր մոտավորապես մոդելը ինչա լինելու եւ պատրաստվելու բիզնես պրոցեսները ուրեմն վերաձևակերպելու առումով մենք կարծում ենք բավարար ժամանակ եղել է։ Եվ ընդհանուր առմամբ էլ ապահովագրական այս համակարգի ներդրումը ըստ էության մենք փուլային էլ եկել է։ 30 տարի է փուլերով անելով գնում ենք, բայց ինչ որ մի կետ գալիս է, որ ըստ էության փուլերով հաջորդիվ արդեն պետք է որոշակի հստակություն լինի։ Տիկին Գյուրեղյան, հազար ներողություն, մեր մյուս գործընկերներն էլ հարցեր ունեն, իրանք էլ հարց Չէ, սահմանափակում չունենք, ուղղակի նենց անենք, որ իրանք էլ տան, հետո նորից ես Հա, իհարկե, հա, խնդիր չեմ տեսնում։ որ բոլորը խոսան, էլի, որովհետև հերթով էլի մեկու մեջ անենք, որ իրանք էլ անպայման, իհարկե, պարոն Օհանյան։ Շնորհակալություն, Տիկին Ավանեսյան, դուք ձեր խոսքով նշեցիք, որ առաջի փուլով ապահովագրությունից օգտվող մենք ունենք խմբեր, այն մարդիկ, ովքեր որ բնակչության են խմբերը, ովքեր որ չեն օգտվելու ապահովագրությունից, օգտվելու են մի մասը պետական պատվերի շրջանակներում ծառայությունից եւ սոցիալական փաթեթի շրջանակներում ծառայություններից, բայց մենք ունենք հաշվարկ ինչքան է մեր բնակչության թիվը, ովքեր որ չեն օգտվելու առաջի փուլում ներդրված ապահովագրական փաթեթի ծառայություններից եւ չեն հանդիսանում պետական պատվերի եւ սոցիալական փաթեթի շահառուներ, ինչքան են այդ մարդկանց թիվը եւ ինչ անեն այդ մարդիկ, եթե իրենց ցանկությամբ փորձեն ներգրավվել ապահովագրության առաջի փուլի ծրագրերի շրջանակին։ Սա առաջին հարցը, երկրորդ հարցը վերաբերվելու է պարզավոր ապահովագրության փաթեթը մատուցելու են հանրությանը պետական բժշկական հաստատությունների առաջնային օղակի եւ բժշկական կենտրոնների եւ մասնավոր կազմակերպությունների միջոցով։ Ես ուզում եմ հասկանալ մասնավոր կազմակերպությունները, որոնք որ ներգրավվելու են ծառայությունների մատուցման մեջ, նույն ընթացակարգերով են ներգրավվելու ինչ պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններն են եղել, թե կան այլ ընթացակարգեր եւ եթե լինեն այդպիսի կազմակերպություններ, ինչ մեխանիզմով պետք է ներգրավվեն։ Եվ երրորդ հարցում եմ, դրան մասնակիորեն Տիկին Բադալյանը անդրադարձավ, բայց ես ուզում եմ այդ հարցի դեղորայքի տրամադրման մասին մի քիչ շեշտադրում անենք, ծառայությունների մատուցման մասով պարզ եղավ,
բայց մենք նաև գիտենք, որ պետական պատվերի շրջանակներում մեր բնակչությունը, հանրությունը ստանում են որոշակի խումբ տեղորայքներ, մանավանդ վերջերս օֆերտայի շրջանակում երկու խումբը իրենց ընտրությամբ ստանալու հնարավորություն ունեցան մեր բնակչությունը, հիմա ապահովագրության շրջանակներում ընդլայնվելու է տեղորայքի ցանկը, թե ոչ, եւ եթե ընդլայնվելու է, ապա որողություններով շնորհակալություն։ Տեսեք, այո, մենք պիլոտը ընդհանուր արդեն գործարկեցինք 2024-ին, թե 25-ին ենք սկսել, 25-ին այս տարվա ուրեմն սկզբին եւ սկսեցինք երկու խումբ տեղերից։ Հիմա ըստ էության ապահովագրության շրջանակներում այդ խմբերը կընդլայնվեն եւ գրեթե ամբողջական ցանկը կներառեն։ Այնտեղ ունենք որոշակի ուղղություններ, որ դեռ եռամյա պայմանագրեր ունենք մատակարարման եւ դրանք ավարտվելուց հետո նոր արդեն եւս 29 թվականին ապահովագրության ամբողջ ներդրման փուլին ըստ էության կգնանք արդեն ամբողջական դեղերի գնման այդ տրամաբանությանը։ Ընթացակարգերի մասով բժշկական կենտրոնների ընդհանուր առմամբ այո, գրեթե նույնն է ընթացակարգը լինելու օֆերտային, այսինքն լինելու են հրապարակված պայմանները, լինելու են այն ուրեմն չափորոշիչները, որոնք որ մեզ համար ուրեմն օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված են, որ բժշկական կենտրոնը պետք է ապահովի եւ այդ օֆերտային ակցեպտ անելու պարագայում բժշկական կենտրոնը արդեն դառնալու է ապահովագրական փաթեթ սպասարկող բժշկական կենտրոն։ Եվ այստեղ էլ մեր բոլոր հիմնական բժշկական կենտրոնները, իհարկե, որոնք այսօր սպասարկում են մեր ժողովրդին, բնակչությանը, դրանք անցում են կատարելու արդեն ապահովագրական պոլիսի շրջանակներում սպասարկմանը։ Այո, ուրեմն դա վերաբերվում է թե առաջնային օղակին եւ այստեղ էլ ասեմ, որ սկզբունքը պահպանվում է, անկախ բժշկական կենտրոնի սեփականության ձևից, կլինի դա մասնավոր թե պետական, պահանջները նույնն են եւ ներառման ընթացակարգը եւս նույնն է լինելու։ Այստեղ էլ մեզ համար կարեւոր է, որ մրցակցությունը բժշկական կենտրոնների միջև որակի ծառայությունների տրամադրման ավելի այս պահը պետք է օգնի, որ մեր նաեւ բնակչությունը ընտրությամբ իր ուղղորդի արդեն նաեւ ֆինանսական միջոցները։ Սա է մեր սկզբունքը։ Շնորհակալություն, հարցեր։ Այո, արձագանքս իմ առաջին հնչեցրած հարցին, որին երևի դուք չանդրադարձաք, այո, այն առաջի փուլից եւ պետական պատվերի շրջանակից եւ սոցպատեցից դուրս մնացած քաղաքացիներ ինչ անեն, եթե ուզում են պարտադիր ապահովագրված լինեն, ներգրաված լինեն ծրագրին, որովհետեւ նաեւ մարդիկ կան, ովքեր ոչ չունեն որևէ արտոնություն, բայց ունեն ռիսկեր։ Այո, եւ մենք շատ երկար քննարկել ենք, արդյոք առաջին հենց տարվանից կամավոր ուրեմն թույլ տանք այն անձանց, ովքեր ոնց որ անցումային դրույթների ժամկետը դեռ չի ասել, այստեղ ինչպես նշեցի, քանի որ սա առաջին տարին է, մեզ համար սա անորոշությունների եւս մի շրջանակ կբացի, քանի հոգի կուզի կամավոր ապահովագրվի, այդ ապահովագրվողների առողջական ռիսկերը ինչպեսին կլինեն, դրա համար այս ռիսկերը զսպելու եւ ավելի կանխատեսելի ուրեմն ընթացք ունենալու համար մենք առաջին տարին դեռ հնարավորություն չենք ունենա կամավոր ապահովագրվելու այս համակարգում։ Կանջատեք ձեր։ Տիկին Գյուրեղան, շարունակեք։ Շարունակեցին։ Լավ, մի շունչ քաշեցիք։ Դուք իմ շնչելու հնարավորություն։ Դա էլ առողջապահական է։ Մի կասկածեք, ես շատ արագ, հա։ Հիմա տեսեք, նախ արձագանքս, որտեղ այն հարցի պատասխանի դուք ասում եք, որ մասնավոր կամ ապահովագրական ընկերությունները 3 տարի ժամանակ ունեին պատրաստվելու։ Ես կհակադարձեմ ձեզ, քանի որ օրենքի նախագիծը, որ 3 տարի արդեն քննարկվում էր, բոլորովին ուրիշ բաների մասին էր խոսում։ Այնտեղ արդեն 24 թվականից կամավոր սկզբունքով ապահովագրությունը պետք է ուժի մեջ մտներ, իսկ հիմա հենց նոր դուք գործընկերոջ չպատասխանեցիք, որ կամավորը ինքը անորոշություն է եւ մենք դեռ չենք ուզում այդ ռիսկի մեջ մտնել, բայց նախորդ տարբերակում, որը շրջանառության մեջ էր դրվում, այնտեղ 24 թվականից կամավոր ապահովագրությունը պետք է արդեն կյանքի կոչված լիներ։ 25 թվականից բոլոր թոշակառուները պետք է արդեն ապահովագրական համակարգի շահառու դարձած լինեն։ 27 թվականին
բոլորը, այնպես որ ինչ 3 տարի հայտարարվել է եւ ինչ այսօր կյանքի է ուզում կոչվել այս նախագծով խիստ տարբեր են իրարից։ Եվ այդ անորոշությունները, եթե ձեր առաջ են կանգնած, ապա պատկերացրեք, որ շատ ավելի մեծ մասշտաբով մասնավորի առաջ կանգնած լինեն, այնպես որ մեղադրել, որ նրանք 3 տարի ժամանակ են ունեցել, այդ абսուրդ է ու սխալ է։ Փաստ է, դուք հիմնավորեցիք այդպիսի մի մեկնաբանությամբ։ Հաջորդը նորից գործընկերը նշեց, բայց ես մի քիչ ավելի եմ ուզում խորացնել։ Տեսեք, ցանկացած փաթեթից օգտվելուց առաջ մարդիկ պետք է գնան որոշակի ստուգումների, այդ օրենքով նախատեսված, եթե դուք այդ նախնական այդ ստուգումները, այդ ամեն ինչը չեք անցել, ապա չեք կարող օգտվել ծառայություններից, չէ՞։ Եվ այդ նախնական ստուգումները, այսպես ասած, բուժ ստուգումները, բուժ հետազոտությունները պետք է իրականացվեն առաջնային առողջության առաջնային պահպանման օղակներում, ասել է թե պոլիկլինիկաներում։ Մենք արդյոք համոզված ենք, որ մեր պոլիկլինիկաները ուղիղ հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են թե ոչ։ Մենք պատրաստ ենք դրան, մենք հաշվարկել ենք ինչ կարգի հերթեր են գոյանալու, իսկ այնտեղ նշվում է, որ եթե 6 ամիս հերթը կարող է 6 ամիս ավել լինել, մեր ԱԱՊ-ները պատրաստ են դրանց թե չէ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, մենք ասենք տեխնիկապես մասնագետների հաշվարկ այս ամեն ինչ արվել է թե ոչ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, արդյոք նախատեսվում է այդ բժիշկների բուժ աշխատողների աշխատավարձի բարձրացում, որովհետև այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնելու։ Միայն էլեկտրոնային դեղատոմսերի ներմուծումը ինքը բավականին խնդիրներ առաջացրեց ու շատ լավ տեսանք ինչքան ժամանակ պահանջվեց, ես չեմ կարող պնդել, որ հիմա արդեն լրիվ էլեկտրոնային դեղատոմսը կյանքի է կոչվել այնպես ինչպես ուզում ենք, բայց ինքը երկար ժամանակ կյանք էր մտնում ու դեռ մինչև վերջ չի մտել։ Հիմա հունվարի 1-ից մեր առաջնային օղակները պատրաստ են լինելու թե տեխնիկապես, թե մասնագիտորեն եւ թե ժամանակի ու այդ հոսքի համար։ Այս մեկ եւ իհարկե։ Այո, Տիկին Գյուրանյան, ձեր նշած տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները պայման են լինելու ապահովագրական փաթեթի ակտիվացման, պարտադիր պայման միայն 2029 թվականին։ Այսինքն դեռ մենք ունենք 3 տարի ժամանակ, այո, անցումային նորույթներում նշված են։ Այսինքն հիմա պետք չի լինելու նախնական հետազոտությունները։ Չէ, տեսեք։ Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները դառնալու են հասանելի անձին եւ մենք հասկանում ենք, որ այդ 2 տարվա ցիկլը անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան եւ անցնեն սկրինինգը, հետազոտությունները եւ այլն, որ ապահովագրական փաթեթը ակտիվանա, այլ մինչեւ 29 թիվը բոլորը այս ընթացիկ նորմալ առանց նման ձեր նշած կատաստրոֆիկ երևույթների հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները եւ 29-ից հետո արդեն երբ որ ցիկլը կսկսի նորմալ ընթացքով արդեն գնալ, կդառնա պարտադիր, որ օրինակ կանանց համար կրծքագեղձի սկրինինգը որոշակի տարիքի շրջանակներում 2 տարին մեկ պետք է կրկնի 2 տարվա մեջ շատ լավ, կշարունակի օգտվել ապահովագրությունից։ Չի կրկնի, նրան կգա հիշեցում դրա մասին։ Ապահովագրական փաթեթը կսարի, մինչև կգնա կօգտվի, հետո արդեն կշարունակի։ Այսինքն այստեղ մենք հենց ձեր նշած ռիսկերը կառավարելու համար այս անցումային շրջանը դեռ ապահովելու ենք, որ մարդիկ առանց բանի, այսպես իրարանցման կարողանան այս հետազոտությունները անցնեն։ Ինչ վերաբերում է առաջնային օղակի եւ ընդհանուր առմամբ կարողությունների մասով, ես կարծում եմ, որ անգամ ապահովագրական համակարգի ներդրման նախապատրաստական փուլերում արդեն իսկ բժշկական կենտրոններ, բազմաթիվ մասնավոր բժշկական կենտրոններ, մասնավոր առաջնային օղակի պոլիկլինիկաներ ներդրումներ են իրականացնում եւ իրենց կարողությունները ընդլայնում են։ Դա վերաբերում նաեւ պետական բժշկական կենտրոններին, պետական ամբուլատորիաներին եւ պոլիկլինիկաներին։ Այսինքն, այստեղ էլ սա երկկողմանի էֆեկտ է ունենալու։ Այո, իհարկե, երբ որ ապահովագրական բյուջեում առաջնային օղակին ուղղվող ծախսերի մասնաբաժինը մեծանում է, սա նշանակում է, որ թե
հոսքերը ֆինանսական մեծանում են, թե աշխատավարձի հնարավորություններն են մեծանում, թե սարքավորումներով հագեցման հնարավորություններն են մեծանում։ Եվ վերջին տարիների պետական պատվերի գրեթե ավել քան կրկնապատկումը, նաև մեզ ցույց է տալիս, որ դա բերել է, հանգեցրել է, որ մեր բժշկական կենտրոնները համալրվում են նորագույն սարքավորումներով, եւ այլն։ Այսինքն, առանց ֆինանսական միջոցների զարգացում չկա, եւ այս երկու գործընթացները միայն իրար լրացնելու են։ Շնորհակալություն, այլևս հարցեր չունեք, Տիկին։ Տիկին Գրիգորյան, հարցեր ունեք, դուք համեցեք։ Տիկին Ավանեսյան, բազմաթիվ հարցեր արդեն հնչեցվեցին, որոնք էլ ես պատրաստվում եմ հնչեցնել, չնայած առիթ ունեցել եմ բազմաթիվ հարցեր հնչեցնելու։ Հիմա տեսեք, սկսեմ մեթոդաբանական երկու հարցից։ Բոլորը, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչները ինչ որ փուլում համահարթ կերպով նույն վճարն են վճարելու։ Մեր ժողովուրդը տարբեր եկամուտ ունի, չէ՞, մեր հասարակության յուրաքանչյուր անդամ տարբեր եկամուտներ ունեն։ Մեկը 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, մեկը 200,000 դրամ աշխատավարձ, բայց բոլորի համար որոշվել է համահարթ վճար։ Ուզում եմ հասկանալ մեթոդաբանական առումով, որքանով էր սա տեղին, որ եւ 1 միլիոն ստացող աշխատավարձ ստացող մարդն է վճարելու փաստացի 130,000 վճար եւ 200,000 ստացող կամ մինչեւ 200,000 ստացողը։ Հա, որ համել բան լինի, էլի չկորցնենք ընթացքը հարցի եւ պատասխանի։ Տեսեք, այո, ընդհանուր առմամբ երկու մոդել կա ապահովագրական, մեկը հիմնված եկամուտների վրա տոկոսի գանձման տրամաբանությամբ, այսինքն աշխատավարձից որոշակի տոկոս է գանձվում ապահովագրական առողջապահական ծախսերը հոգալու համար։